Բարբերաբար այս իշխանությունները հերքում էին, որ Արևմտյան Ադրբեջանի թեման հնարապես չկա եւ մենք գնում ենք խաղաղության, արդեն կարծես թե լուծելով բոլոր մեր մեջ արկա անհամաձայնությունները կամ անհասկացվածությունները, հասկացանք, որ չէ, այնուամենայնիվ Արևմտյան Ադրբեջանի պահանջ կա եւ Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ հասկանում է։ Հիմա համեմատականներ անցկացնել Արևմտյան Ադրբեջանի, հետեւաբար նշանակում է 300,000 ադրբեջանցիների բնակեցման եւ Արցախի էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների միջև ես կարծում եմ պարզապես բարոյականության որևէ նորմերի մեջ չի տեղավորվում, եթե չփորձենք ուրեմն բերել նաև իրավական եւ քաղաքական դաշտ, որովհետեւ այս առումով ստացվում է, որ մի կողմից դու համաձայնում ես, որ այնուամենայնիվ 300,000 ադրբեջանցիների բնակեցման թեման կա եւ մյուս կողմից էլ փորձում ես դրա դիմաց ինչ որ գործարքներ առաջարկել։ Սա իհարկե Փաշինյանի հերթական քայլն է, ընդհանրապես փակել արցախցիների վերադարձի հարցը, ընդհանրապես փակել Արցախի հարցը եւ այս պարագայում էլ ուզում եմ հիշեցնել նաեւ, որ մեր Արցախի հայրենակիցները դրա հետ համաձայն չեն եւ Փաշինյանը չի որ որոշելու է թե արցախցիների վերադարձի հարց կա, թե ոչ։ Տրամաբանական կլիներ, եթե ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման պահանջին զուգահեռ բարձրացվեր Ադրբեջանից տեղահանված, ընդ որում բռնությամբ տեղահանված հայերի հարցը եւ այս պարագայում փորձել գնալ որոշակի գործարքի եւ այս պարագայում փորձել բանակցել որոշակի պայմանավորվածության շուրջ։ Բայց Փաշինյանը ըստ էության հրաժարվում է այն մտքից, այն իրողությունից, որ տեղի է ունեցել Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքացիների հանդեպ եւ դրա փոխարեն առաջարկում է բոլորովին այլ բան՝ մոռանալ Արցախը, մոռանալ արցախցիների վերադարձի հարցը։ Սա շատ վտանգավոր է, որովհետեւ սա հիմք է ստեղծելու Ադրբեջանի համար ընդհանրապես միջազգային ատյաններում հղում անել Նիկոլ Փաշինյանի խոսքերին։